Դուք լսում եք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում։ Վանում հումանիտար օգնություն բաժանելու ժամանակ հրմշտոց է սկսել։ Երկրաշարժը թուրքական քարոզչամիջոց, 2012-ի բյուջեն կատարելու համար կան բոլոր նախադրյալները։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Թուրքիայում շարունակում է աճել երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը։ Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 264, վիրավորվել 1300 մարդ, սակայն այս թվերը դեռ վերջնական չեն։ Երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերվել է 3 գյուղ, հաղորդում է Իլհաս տեղեկատվական գործակալության լրագրող Էրսին Շիհանը։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 100-ամյակի ընթացքում Թուրքիայի պատմության մեջ ամենաուժգինն է եղել։ Վանի շրջանում փլվել է 10 շենք, ավերվել հարյուրավորները։ Երկրաշարժի հետևանքով փողոցում հայտնված քաղաքացիներին սկսել են բաժանել Իրանի կողմից ուղարկված վրաններ։ Հումանիտար օգնությունը բաժանելու ժամանակ հրմշտոց է սկսվել։ Զինվորականների և կոորդինացնող կառույցների միջև բախում է պատահել, և զինվորներն ամբոխցրելու համար ստիպված են եղել օդ կրակել։ Պատճառը հումանիտար օգնության անբավարարությունն է։ Անկարան ընդունել է միայն Ադրբեջանի և Պակիստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet օրաթերթը, որը փորձել է պարզել այդ ամենի պատճառները։ Իսրայելը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Հունաստանը և Լեհաստանն առաջինը ցանկություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ Անգամ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլա Գյուլին և առաջարկեց Հայաստանի օգնությունը, գրում է Hürriyet-ը, նշելով, որ Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր առաջարկությունների համար և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ներկա պահին օգնության կարիք չունի, սակայն այդ ամենին հակառակ Թուրքիան ընդունեց Ադրբեջանի և Պակիստանի օգնությունը, գրում է Hürriyet-ը, որն այդ ամենի պատճառները փորձել է պարզել հենց արտգործնախարարությունից, որտեղ պարբերականի հարցինի պատասխան ասել են. Ադրբեջանն ու Պակիստանն օգնություն են ուղարկել առանց հարցնելու, այնպես որ մենք չէինք կարող չընդունել արդեն իսկ ուղարկված օգնությունը։ Չնայած երկրին պատուհասած աղետի, թուրքական քարոզչամեքենան չի վարանում ցանկացած միջոց օգտագործել հակահայկական քարոզչության համար։ Թուրքական ԶԼՄ-ները կրկին հիշել են հայկական ատոմակայանի մասին։ Zaman օրաթերթը վկայակոչելով Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունից ստացված տեղեկությունը գրել էր, թե իբր Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը։ Այնինչ մեծամորում գտնվող ատոմակայանը ոչ միայն չի վնասվել, այլ հաջող անցել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից վերջերս անցկացված սթրես թեստը։ Սրա մասին է նշում նաև Հայաստանի էներգետիկայի նախարարի մամլոք Լուսինե Հարությունյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն և Հայաստանի ատոմային էլեկտրակայանը տեղեկացնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի արտադրական տարածքում ցնցումը եղել է ընդամենը 3 բալ, որը Հայաստանի ատոմային էլեկտրակայանին որևէ վնասվածք պատճառել չէր կարող։ Ինչպես մինչև երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով և կանոններով սահմանված մակարդակի վրա և որևէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հայաստանյան փորձագետները նշում են, որ թուրքական լոբբիի նման գործելավոճը զարմանք չի հարուցում, միայն ափսոսանք, քանի որ այն տեղավորվում է ավանդական շանտաժային քաղաքականության մեջ։ Այս հարցի շուրջ թուրքագետ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Լևոն Հովսեփյանի հետ զրուցել է Արմ ռադիոյի վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը։ Նախ կցանկանայի, որպեսզի գնահատեք առհասարակ Թուրքիայի քարոզչական մեքենան այսօր ինչ սկզբունքներով է աշխատում եւ արդյոք ինչ մակարդակի կարող է հասնել։ Շատ լավ, այ փորձենք վերջին ողբերգական իրադարձությունը, այդ աղետը դիտարկել, Վանում տեղի ունեցած երկրաշարժը եւ մեծամորի ատոմակայանի խնդրի բարձրաձայնումը թուրքական քարոզչամեքենայի կողմից։ Ցավալին այն է, որ նույնիսկ ողբերգական իրավիճակներում թուրքական քարոզչամեքենան կրկին փորձում է գտնել ինչ-որ առիթ, ինչ-որ խնդիրներ լուծելու համար, խնդիրներ բարձրաձայնելու Եվ այս ատոմակայանի բարձրաձայնման խնդիրը պետք է դիտարկել Թուրքիայի ավանդական շանտաժային քաղաքականության, որպես շանտաժային քաղաքականության դրսևորում։ Ինչպես դուք նշեցիք նոր, որ այս ողբերգական շրջանում Թուրքիան չի դադարում նաև այսպես ասած իր քարոզչամեքենան ավելի շահագործել, օգտագործել, այդ երբ է գալիս հատում այդ սահմանը, երբ պիտի խոսքը միգուցե բարոյականության մասին է կամ թողած իր աղետը, թողած իր հազարավոր մահացածներին, վիրավորներին, Թուրքիան այնուամենայնիվ փորձում է հարված հասցնել այս պարագայում Հայաստանին, եթե կարելի է դա հարված անվանել։
Կրկին անգամ Թուրքիան նույնիսկ չի խոսում նման իրավիճակներում ինչ-որ շահարկումներից, ինչ-որ տարբեր շանտաժային կիրառումներից եւ այստեղ արդեն պետք է դիտարկել ընդհանրապես այդ բարոյականության սահմանը։ Արդյոք թուրքերը իրավունք ունեն նմանատիպ հայտարարություն անելու, թեկուզ լրատվամիջոցների մակարդակով, որ անգամ արտահոսք է տեղի ունեցել ատոմակայանի։ Գիտեք ինչ, հարցերս դիտարկենք, որ մեծամորյա ատոմակայանի խնդրի հետ կապված բարձրաձայնումները, թե քարոզչամեքենայի կողմից, թե նույնիսկ բարձրաստիճան ղեկավարների կողմից, սա նորություն չէ, օրինակ 2005-ից բավականին ինտենսիվ թուրքական կողմը բարձրաձայնում է այս խնդիրը, նույնիսկ նախարարների մակարդակով, ոչ միայն Թուրքիայում, այլ նաև տարբեր հարթակներից, եվրոպական տարբեր երկրների ամբիոններից եւ նման ապատեղեկատվությունը, վերջին այս ապատեղեկատվությունը սա ուղղակի նորություն չէ։ Օրինակ 2011 թվականի հունվարին թուրքական աղբյուրները կրկին անգամ նման ապատեղեկատվություն տարածեցին իբր արտահոսքի հետ կապված, սակայն շատ չանցած նույն թուրքական գիտահետազոտական կենտրոնները, մասնավորապես ատոմային հետազոտության կենտրոններից մեկը, հերքեց ուղղակի այդ ապատեղեկատվությունը, նշելով, որ իրենց հետազոտությունները փաստորեն իգդիրի եւ մյուս այդ ժամանակի շրջաններում կապված չեն մեծամորյա ատոմակայանի հետ։ Իսկ թուրքական ԶԼՄ-ները դա ուղղակի կապել էին իբր արտահոսքի հետ եւ այլն։ Եվ կրկին հենց Թուրքիայի մասնագետները թուրքական այդ կենտրոնի կողմից հերքվեց։ Այսինքն սա պարբերաբար բնույթ է կրում եւ որևէ արտարոզ բան նորություն չկա։ Փաստորեն պարբերաբար բնույթ կրելով արդյոք դա չի վնասում Հայաստանի միջազգային հանրության մեջ հեղինակության մեջ։ Նման խնդիրներ օրինակ կարգավորվում են բավական հիմնավորված կերպով, օրինակ չի կարող սա որևէ կերպ վնասել, քանի որ խնդրի դեպքում կան համապատասխան միջազգային կառույցներ, որոնք գիտականորեն հիմնավորված խնդիր ուսումնասիրելուց հետո նոր կարող է ինչ-որ եզրակացություն լինել։ Օրինակ թուրքական միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը դեռ մի տարի առաջ նախաձեռնել է ստորագրահավաք մեծամորյա ատոմակայանի փակման հետ կապված եւ իբր այդ ստորագրությունների փաթեթը պետք է ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ին, սակայն մինչև այսօր որևէ բան չկա եւ դա չի կարող բան փոխել։ Նման նախաձեռնությամբ է օրինակ գործում նույնիսկ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ատոմային հետազոտությունների ինստիտուտը իբր գիտական հիմնավորումներով փաթեթ պետք է ներկայացնեն ՄԱԳԱՏԵ, սակայն ակնհայտ է, որ տարուց ավելի է եւ որևէ առաջընթաց իրենց համար այս առումով չկա։ Այսինքն այս համար չպետք է լուրջ վերաբերել։ Այսինքն այս պարագայում դուք նշում եք, որ լուրջ պետք չէ վերաբերվել, նաեւ Հայաստանի կողմից անելիքներ չկան արձագանքելու հակաքարոզչության կամ առհասարակ։ Հակակարողության կարիք չկա եւ այստեղ մեր պետական համապատասխան կառույցների վստահեցումներն ու հայտարարությունը պետք է որպես հիմք ընդունել։ Իսկ թուրքական ապատեղեկատվությունը դա պարբերաբար բնույթ է կրել եւ կրկին վերջին այս ապատեղեկատվությունը ուղղակիորեն կրկնում է նույն նախորդ իրենց հրապարակումները։ Հիմք պետք է ընդունել մեր պետական մարմինների համապատասխան ծառայությունների պաշտոնական հրապարակումները, պաշտոնական տեղեկատվությունը։ Դուք դարձյալ պնդում եք, որ թեկուզ նույն եվրոպական կառույցներում, որ Թուրքիան շարունակ պնդում է, որ պիտի Հայաստանի ատոմակայանը փակվի եւ այլն, այստեղ եւս առհասարակ մտահոգվելու կարիք չկա, անելիք չէ։ Դեռևս թուրքական կողմը համապատասխան միջազգային կառույցներում չի ներկայացել փորձագիտական հիմնավորումները, ինչը հիմք կտա տվյալ հարցը նաև միջազգային կառույցներում, օրինակ ՄԱԳԱՏԵ-ում դիտարկելու համար։ Թուրքական կողմը դեռևս նման փաթեթ չի ներկայացել, իսկ նման հարցերը կկարգավորվեն միայն այդ եղանակով եւ լինեն փաստարկված, գիտականորեն հիմնավորված եւ փորձագիտական մակարդակով ուրեմն այդ հետազոտությունները։ Մնացած պարագայում սա դեռևս ուղղակի հայտարարությունների շարքում պետք է դիտարկել։ Իսկ մյուս կողմից ինչ միգուցե խորհուրդ կտաք նաև հայկական լրատվամիջոցներին, հայկական կողմին, որոնք այդքան կարելի ասել չակերտավոր լուրջ են մոտենում կամ պարբերաբար անդրադարձում են թուրքական հրապարակումներին։ Ընդհանրապես թուրքական ապատեղեկատվության հետ կապված լուրջ խնդիր է մեր հայկական ԶԼՄ-ներում
Եվ ուղղակի մեր ԶԼՄ-ները չպետք է արտատպեն թուրքական տեղեկատվությունները, թուրքական ապատեղեկատվությունը, այլ գոնե դա ներկայացնելու հետ միասին անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան փորձագիտական մակարդակով, վերլուծաբանների, փորձագետների, նաև պատկան մարմինների տեղեկատվությունը, հայտարարությունները եւ դիրքորոշումները զետեղվեն որպես պարզաբանում նյութի հետ միասին։ Այլապես ստացվում է, որ ուղղակի ԶԼՄ-ները կրկնում են իրենց արտատպումներով թուրքական ապատեղեկատվությունները։ Դուք լսեցիք թուրքագետ Լևոն Հովսեփյանի մեկնաբանությունը Տիգրան Պետրոսյանին տված հարցազրույցում։ Իդեպ նշեմ, որ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները պատրաստ են վերադառնալ իրենց աշխատանքին եւ սառեցնել պայմանագրերը միակողմանի լուծարելու նախկին սպառնալիքը։ Այսօր նրանք հանդիպել են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, որը նրանց խոստացել է բարձրացնել աշխատավարձը։ Ճիշտ է, ոչ պահանջվող 50%, սակայն 10-ից 15%-ով հաստատ կբարձրացնեն։ Ատոմակայանի 158 աշխատակիցները թեպետ բավարարված չեն, սակայն ԱՄԵԿ+-ին հայտնեցին, որ հանուն Հայաստանի անվտանգության կշարունակեն աշխատել ստրատեգիական կարևորության այդ օբյեկտի աշխատանքը չխաթարելու համար։ Այժմ այլ թեմաների մասին։ Հոկտեմբերի 21-ին Հանրապետությունում ավարտվել է մարդահամարը։ Տվյալների հավաքագրմանը մասնակցել է ավելի քան 12,000 ժամանակավոր աշխատակից հաշվարար։ Կազմակերպչական եւ մեթոդական առումով հաշվարարների աշխատանքը վերահսկվել է հրահանգիչների կողմից։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ 5 տարվա համար մարդահամարի նախապատրաստման, անցկացման, արդյունքների ամփոփման եւ հրապարակման համար նախատեսված է 2.5 միլիարդ դրամ։ Մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Մարդահամարի ավարտից անմիջապես հետո հոկտեմբերի 22-ից մինչև ամսվա վերջին օրը տեղի ունենալու վերահսկողական փուլը։ Վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը բացատրում է, որ պետք է բացահայտվեն, վերհանվեն, նվազագույնի հասվեն գործընթացում տեղ գտած բաց թողումներն ու թերացումները։ Վերահսկիչ ընտրանքային շրջագայության ժամանակ ուրեմն հաշվարարները հրահանգիչների հետ միաժամանակ պետք է այցելեն նախապես ընտրված բնակելի միավորները, որպեսզի ուրեմն այնտեղ տեսնեն արդյոք հաշվառման ամբողջականությունը լիարժեքորեն ապահովված է եւ արդյոք կան բաց թողումներ կամ կրկնահաշվարկներ, որպեսզի դա ճշգրտեն եւ միաժամանակ այդ գործընթացի ընթացքում նաեւ այցելեն այն դռները, այն բնակելի միավորները, որտեղ որ հաշվարարները մի քանի անգամ եղել են եւ հնարավոր չի եղել որևէ մեկին հանդիպել։ Շտկումներ կատարելու համար ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարությամբ դիմել է հանրապետության բոլոր այն բնակիչներին, ովքեր այս կամ այն կերպ չեն մասնակցել մարդահամարին։ Հաշվառումից դուրս մնացած մարդիկ կարող են իրենց մասին հիշեցնել, ինչպես նաեւ հաշվարարի աշխատանքի վերաբերյալ ունեցած դիտողություններն արտահայտել 22 91 65 եւ 22 91 49 հեռախոսահամարներով։ Թեև Կարինե Կույումջյանը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր հաշվարարի աշխատանքը վերահսկվում է մեկ այլ հաշվարարի եւ հրահանգչի կողմից, այդուհանդերձ կա նաեւ բնակչության աջակցության պահանջը։ Աշխատանքներում ներգրավված են ավելի քան 12000 մարդ։ Բնականաբար հնարավոր չի, որ 12000-ի հետևից 12000 մարդ կարողանա վերահսկողական միջոցառում։ Մենք ընտրանքային կարգով ենք դա անում եւ եթե դուք ունեք նմանատիպ փաստեր հասցեներով ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք դա մեզ տրամադրեք։ Կարինե Կույումջյանը տեղեկացնում է նաև, որ մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեն 2012 թվականի առաջին կեսին, իսկ վերջնական արդյունքները հանրությանը կներկայացվեն 2013 թվականին։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ 2012 թվականին կառավարության որոշման համաձայն պետական բյուջեն պետք է հասնի 101 միլիարդ դրամի եւ այս հանգամանքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Փորձագետներից ոմանք թերահավատորեն են մոտենում հարցին, ոմանք էլ համոզված են, որ կառավարության այդ ծրագիրն իրական կլինի այն դեպքում, եթե կառավարությունը ճիշտ քայլեր ձեռնարկի։ Օրինակ, տնտեսագետ Կարլեն Խաչատրյանը վստահեցրել է, որ 2012-ի բյուջեն կատարելու համար բոլոր նախադրյալները կան։ Հաջորդ տարվա պետական բյուջեով հարկային մուտքերը 101 միլիարդ դրամով ավելացնելու ծրագիրը տնտեսագետ Կարլեն Խաչատրյանը իրատեսական է համարում, քանի որ մեր երկրում կան դրա բոլոր նախադրյալները։ Հաշվի առնելով հատկապես ստվերային տնտեսության զգալի չափերը, տարբեր գնահատականներով մեզանում ստվերային տնտեսությունը կազմում է համախառն ներքին արդյունքի 40-ից 50%-ը, ինչը բավական լուրջ ռեզերվ է եւ եթե կառավարությունը կարողանա համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ստվերի կրճատման ուղղությամբ, դա բնականաբար կմեծացնի համախառն ներքին արդյունքը
ինչն էլ ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովի։ Տնտեսագետի կարծիքով կա նաև այլ մեխանիզմներ ուժեղացնել վերահսկողությունը եւ կատարել արդյունավետ հարկում։ Դրանցից մեկն էլ կոշտացնել հարկային քաղաքականությունը, ըստ Կարլեն Խաչատրյանի, կառավարությունը վաղ թե ուշ այս քայլին գնալու է։ Ըստ իս սրանք են հիմնական ուղղությունները, որոնց վրա պետք է կառավարությունը շեշտադրում կատարի, որպեսզի կարողանա լիովին իրագործել 101 միլիարդ դրամով հարկային մուտքերը եւ սոցվճարները գալիք 2012 թվականում պետբյուջեի մեջ ավելացնելու ուղղությամբ։ Այնուհետև անդրադառնալով տնտեսական ճգնաժամի երկրորդ հնարավոր ալիքին, Կարլեն Խաչատրյանը նշել է, թե որքան շատ խոսվի այդ մասին, այդքան այդ ալիքը ավելի շուտ կգա։ Թե սպառողների, թե տնտեսվարող սուբյեկտների մոտ համապատասխան սպասումներ են ձևավորվում, որոնք բնականաբար ավելի վատատեսական լինելով նրանց վարկի վրա անդրադառնում են։ Կարլեն Խաչատրյանի խոսքով դեռ ոչ մի հեղինակավոր տնտեսական վերլուծություն կատարող կազմակերպություն չի կարողանում կանխատեսել, թե որ ոլորտից կարելի է սպասել ճգնաժամի ալիքը։ Եթե առաջին ճգնաժամը սկսեց հիփոթեկային շուկայից, ապա այսօր նման կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Բանախոսի դիտարկմամբ այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնց վրա ուշադրություն դարձնել պետք է։ Առաջինը եվրոպական որոշ երկրներում դեֆոլտի հավանականությունն է։ Այս երկրներում արտաքին պարտքնա հարաբերությունը որոշ երկրներում 80%-ից գերազանցում է, ինչը անվճարունակության խնդիր է առաջացնում, եւ եթե չկարողանան լուծել վճարունակության խնդիրը եւ կանգնեն իրապես դեֆոլտի առջեւ, բնականաբար սա դոմինոյի էֆեկտով կտարածվի մյուս երկրների, հատկապես Եվրոգոտու մյուս երկրների տնտեսությունների վրա։ Հավանական սցենարներից մեկն էլ ըստ տնտեսագետի հաջորդ տարի կանխատեսվող նավթի եւ գազի գների որոշակի անկումն է։ Իսկ նման զարգացումների լուրջ խնդրի առջեւ ըստ Կարլեն Խաչատրյանի կարող է կանգնել առաջին հերթին Ռուսաստանի տնտեսությունը, իսկ հետո էլ որպես հետևանք ռուսական տնտեսության հետ սերտ կապեր ունեցող ԱՊՀ պետությունները։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Պարզվում է, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտները օգտվելով սպառողների անտեղյակությունից կարագի փոխարեն վաճառել են սննդամթերքի տեսակ, որը պատրաստված է կենդանական եւ բուսական ծագման յուղերի համադրությունից։ Այն կոչվում է բուսասերուցքային սփրեդ։ Այնինչ վերջինիս գնային արժեքն ավելի ցածր է, քան կարագինը։ Որոշ տնտեսվարող սուբյեկտների խախտումները բացահայտելուց հետո շրջանառվեցին լուրեր, թե կարագի փոխարեն վաճառված բուսասերուցքային սփրեդը վտանգավոր է առողջության համար։ Սրա իսկությունը պարզել է Աննա Գզիրյանը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հայտնաբերվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների թույլտված խախտումներ, որոնց արդյունքում ոտնահարվել են սպառողների շահերը։ Ինչպես հաճախ է պատահում, հերթական անգամ տնտեսվարողները մտածել են իրենց գրպանի մասին։ Այս անգամ կենդանական եւ բուսական ծագման յուղերից պատրաստված այսպես կոչված բուսասերուցքային սփրեդը վաճառվել է կարագի անվան տակ եւ կարագի գնով։ Կարագը, որը բացառապես կենդանական ծագման յուղերից է պատրաստված, ավելի թանկ արժե, քան բուսասերուցքային սփրեդը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Երևանի սննդամթերքի տարբեր խանութներից վերցրվել է 48 նմուշառում եւ պարզվել է, որ դրանցից 26-ը կարագ չէ, այլ սփրեդ։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտները անպայման կպատժվեն։ Անպայման ամփոփման ժամանակ համապատասխան վարույթի ավարտից հետո ընկերությունների անունները եւս գրապարակվեն, որտեղ լաբորատորիա ապրանքը մտնում է կոդավորված։ Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ բուսասերուցքային սփրեդը նաեւ վտանգավոր է մարդկանց առողջության համար։ Եղան կարծիքներ, որ բուսական ծագման յուղերը կենդանականի հետ ընդհանրապես համադրելի չեն։ Բաբկեն Պիպոյանի պարզաբանմամբ Հայաստան ներմուծված սփրեդը իր մեջ պարունակում է կոկոսի յուղ, որը կենդանական ծագման յուղերի հետ թույլատրվում է համադրել, եւ այն վտանգավոր չէ մարդու առողջությանը։ Այո, կան այնպիսի յուղեր, որոնք կարող են լինել վնասակար, բայց այն ինչը որ ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, որը կոկոսի հիմնական եւ պալմայի յուղ է, այս դեպքում ոչ մի վնասակարություն չկա, իսկ ինքը կոկոսը եւ պալման ավելի էժան են, ու չնայած էժանությանը իրենք վնաս չեն հասնում օրգանիզմին։ Իսկ ինչպես տարբերել իսկական կարագը եւ բուսասերուցքային սփրեդը։ Բաբկեն Պիպոյանի խոսքով կասկածի դեպքում նմուշարումը փորձաքննության նպատակով անպայման ներկայացնել լաբորատորիա, իսկ տնային պայմաններում կարելի է տարբերակել հետեւյալ կերպ։ Ու կտրելուց ինչ որ իմաստով, եթե շատ երկար փորձ ունենան, սառացված վիճակում կտրելու դեպքում այդ փշուրը կարելի է որոշակի ուսումնասիրություն դիտարկում անել, հասկանալ կարագը թե սփրեդ։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում իրականացնում է մշտադիտարկում, պարզելու համար, թե որ շուկաներն են առավել խոցելի։ Ուշադրության կենտրոնում է նաև կաթնամթերքի շուկան։ Բաբկեն Պիպոյանը վստահեցրեց, որ բոլոր խախտումները եւ խնդիրները կներկայացվեն հանրությանը։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։
Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփել է գյուղատնտեսական տարին։ Նա չի շրջանցել նաև պարարտանյութերի շուկայում արհեստականորեն առաջացած քաոսը եւ անարդարությունները։ Մանրամասնում է Լուսինե Նորեկյանը։ Նախորդ տարվա համեմատ բնակլիմայական պայմանները այսօր գյուղատնտեսության համար ավելի հաջող են, ասում է Հայաստանի Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը եւ ավելացնում, որ ամռան ամիսներին 40 օր տևացած երաշտը ազդել է միայն կարտոֆիլի բերքատվության վրա։ Ըստ Բերբերյանի, սա էլ առիթ է հանդիսացել, որպեսզի ունենան 30% կարտոֆիլի բերքի կորուստ։ Որպես հետևանք կարտոֆիլը գարնանը կթանկանա եւ ամռանը նորից կարժենա 350-ից 400 դրամ։ Շոկերը շատ երկարատև եղան, գոյացումը ինքը հեղուի տակ կանգ առավ, աճը կանգնեց։ Պալարների քանակը գետի տակ չավելացավ։ Սպասում ենք 12, 15, 20 պալար։ Իհարկե մենք ֆերմերներ ունենք, որ 40 պալար էլ ունեն, այդ ռեկորդային բերքի մասին չի խոսքը։ Լավ սերմեր ունեցողներ են, նրանք էլ ուրեմն բարձր բերք ունեն։ Բայց եթե մենք ֆաբուլա տեսակից ամեն տարի միշտ բերքատվությունը ասում ենք 60-65 տոննայի, 70 տոննայի, այս տարի 45-ը։ Ինչ վերաբերում է պտուղ բանջարեղենին, ապա ըստ բանախոսի այդ թվերը մի փոքր ուռճացված են։ Չնայած որ անցած տարվա համեմատ այս տարի բերքատվության աճը եղել է 2 անգամ ավելի, բացառությամբ խաղողի բերքատվությունը։ Այնուհետև անդրադառնալով պարարտանյութերի շուկայում տիրող գնաճին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս ոլորտի բիզնեսով զբաղվող մի քանի կազմակերպություն պարզապես դադարեցրել է ներկրումը։ Արդյունքում մեկ պարկ ազոտական պարարտանյութը ամռանը արժեցել է 7100-ից 7200 դրամ, իսկ ներկայում 9000-ից 10000 դրամ։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ գյուղնախարարության պաշտոնյաները հրապարակավ խոստացել էին, որ ավելացած արժեքի հարկից ազատելուց հետո պարարտանյութը կեժանանա, սակայն 20% գնի անկման փոխարեն արդեն առկա է 30% գնաճ։ Գյուղերը հասնում մինչև 15000 դրամով։ Եվ տեսեք ինչ եղավ, հիմա վտանգվեց մեր աշտանացանը, որտեղ առնվազն 150 կիլոգրամ 1 հեկտարի հաշվարկով պետքա սնուցվեր հողը, որը չարվեց, շատ քիչ արվեց։ Այսինքն տեսեք էլի չինովնիկի հայտարարությունը բերեց նրան, որ մենք այսօր ունենք ուրեմն արհեստական դեֆիցիտ պարարտանյութի շուկայում։ Այո, շեշտում եմ, արհեստական դեֆիցիտ։ Այդ պետությունը փորձեց խառնվել բիզնեսին, արդյունքը տեսանք։ Շարունակելով պարարտանյութերի շուկայում տիրող քաոսի թեման, բանախոսը մեղադրեց SIS 95 ընկերությանը սպասելիքները չարդարացնելու համար եւ հիմնավորեց դրանք գյուղացիների բազմաթիվ բողոքներով։ Լուսինե Նորեկյան, Arm Radio։ Վերջին շրջանում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ջրամատակարարումը հաճախ է ընթացվում։ Խնդիրը նրանում է, որ Երևանի ջրամատակարարման համակարգը մաշված եւ քայքայված վիճակում է։ Արդյունքում ջրամատակարարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Երևան ջուրընկերության Արևմուտք շահգործման տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ ներկայումս շահագործվում են այնպիսի խողովակաշարեր, որոնք կառուցված են եղել նախորդ դարի 20-ից 30-ական թվականներին։ Թեման մանրամասնում է Աննա Գզիրյանը։ Տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող ջրամատակարարման համակարգում վթարներն անխուսափելի են։ Խնդիրները վերացնելու եւ ջրամատակարարման բաշխիչ ցանցի հուսալության բարձրացման նպատակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Երևան ջուրընկերության Արևմուտք շահագործման տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ Երևանում ջրանջատումների զգալի մասը պայմանավորված է հենց շինարարական աշխատանքներով։ Ջրամատակարարման ցանցում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար անհնար է առանց ջրանջատումներ կատարելու։ Մենք կարողանում ենք ստեղծել հիդրավլիկ հանգույցներ, որոնց միջոցով հնարավոր լինի տեղային ջրազրկումներ իրականացնել։ Այդ աշխատանքները իրականացնելուց հետո նոր կարող ենք գնահատել տվյալ համայնքի, տվյալ փողոցով անցնող կամ տվյալ տարածքով անցնող ջրամատակարարման ցանցի վիճակը։ Կենտրոն, Քանաքեռ, Զեյթուն, Արաբկիր, Նոր վարչական շրջաններում վթարավերականգնողական ցանցի գոտիավորման եւ համակարգի հուսալության աստիճանի բարձրացման աշխատանքներն արդեն իրականացվել են։ Արդյունքում հնարավոր է լինում առավել տեղային տարբերակով իրականացնել ջրազրկումներ, ինչը չի կարելի ասել այլ վարչական շրջանների վերաբերյալ։ Իսկ որն է Երևանի ջրամատակարարման համակարգի նման անմխիթար վիճակի պատճառը։ Երկար տարիներ համակարգի բարելավման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվել, փաստում է Արամ Սահակյանը։ Աշխատանքներ պետք է կատարվեն ամենօրյա, եւ մենք ունեցել ենք մոտավորապես 20 տարի, որ այդ աշխատանքները չեն կատարվել, եւ համապատասխանաբար ցանցը հայտնվել է շատ անմխիթար վիճակում։ Մենք այդ հիդրավլիկ հանգույցները սուր քայքայված վիճակում են եւ այդպես պատճառով պատահում են դեպքեր, որ մի փոքրիկ ջրագծի վթարի պատճառով մենք սպասում ենք լինում ջրազրկել համայնքի մեծ մասը։ Երևան ջուրընկերության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ բնակիչները տեղյակ են պահվում բոլոր ջրանջատումների ժամանակացույցի մասին, բայց լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցներով հաղորդած ջրանջատումների վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, այսինքն հրապարակված հասցեի ջրամատակարարումն այդպես էլ չի դադարեցվում, չնայած բնակիչները մի քանի օրվա համար ջուր են հավաքում։
Արևելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը պարզաբանում է, որ դա կապված է շենքի աշխարհագրական դիրքի հետ։ Այսինքն, եթե ձեր շենքը գտնվում է թվարկած հասցեներից աշխարհագրական դիրքով ավելի ցածր, մենք հայտարարում ենք, որ դուք կջրազրկվեք, բայց աշխատանքները արագ ավարտելու պատճառով sense դնենք անում է։ Ձեր շենքի խողովակները ուղղակի չեն հասնում դատարկվել, եւ դուք ջուր եք ունենում։ Օրերս լրատվամիջոցներով եւս մեկ ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևանի կոյուղու համակարգը անմխիթար վիճակում է եւ ցանցի շուրջ 75%-ը մաշված է։ Կարապետ Օհանյանի խոսքով իրենց համար անհասկանալի է, թե այդ 75%-ն ինչ ցուցանիշների հիման վրա է հրապարակվել, որովհետեւ այդ մասին ստույգ տվյալներ չկան։ Եվ իրոք փոքր տրամագծի կոյուղազրկերը մեր մոտ այսօր շատ ծանր վիճակում են։ Նկատի ունեմ մինչև 200-300 մմ տրամագծով խողովակները եւ ամենակարևորը մեր մաքրման կայանն այսօր լուրջ խնդիր ունի, մաքրման կայանը աշխատում է ընդամենը 5%-ով, կատարում է մեխանիկական մաքրում։ Երևան ջուրը իր միջոցների հիմնական մասն ուղղել է ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սակայն այս տարվա եւ 2012 թվականի համար արդեն զգալի ներդրումներ են նախատեսված։ Հուսանք, որ հաջորդ տարի ոլորտի մասնագետներն այլևս չեն ասի, որ ջրամատակարարման համակարգը գտնվում է բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վիճակում։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Հոկտեմբերի 24-ից 29-ը մեկնարկում է Իտալիայի Տոսկանա նահանգի օրերը Երևանում։ Տոսկանայի եւ Հայաստանի հետ բարեդրացիական հարաբերությունները սկսվել են դեռ 2009 թվականից։ Բայնոա Ռիպոլիի համայնքը Եվրոպական միության հետ համատեղ մշակել էին ջրի սպառման իրավունքի ծրագիր, աջակցելով Հայաստանի Շիրակի մարզի Այգաբաց գյուղի ջրամբարի վերակառուցմանը, պատմում է Նունե Ավետիսյանը։ Երկու երկրների միջև բարեկամական կապերը խորացնելու համար այս նախաձեռնությունը լավագույն միջոցներից մեկն է, նշում է Հայաստանում Իտալիայի լիազոր դեսպան Բրունո Սկապինին։ Միջոցառման համար ընտրվել են այն ոլորտները, որոնք Իտալիայում առաջնակարգ են, կրթականն ու մշակութայինը։ Մասնավորապես այս օրերի ընթացքում կցուցադրվեն հանրահայտ նորաձևության կենտրոնի ապրանքանիշները, պես նաև անցկացվելու է լուսանկարների մրցույթ, որտեղ հաղթողը հնարավորություն կունենա մեկնել Միլան եւ այնտեղ մասնակցել ցուցադրությանը։ Դասընթացներ են կազմակերպվելու ռեստավրացիոն, վարպետության, տարածքային եւ туриզմի զարգացման թեմաներով։ Դեսպանը հավելեց նաև, որ այս նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն մշակութային կյանքին, այլև քաղաքական հարաբերություններին։ Մեկնարկեց Տոսկանիայի շաբաթը Հայաստանում։ Սա խթան կհանդիսանա Հայաստանի եւ Իտալիայի միջև համագործակցությանը։ Իր հերթին Բայնո Ռիպոլիի քաղաքապետ Բարտոլոնին նշեց, որ այս ծրագիրը ծնվել է աստիճանաբար եւ դրա հիմնական նպատակն է երկու երկրների միջև ջերմ եւ խաղաղ հարաբերություններ կառուցելը։ Քաղաքապետը ներկայացրեց երիտասարդությանն առնչվող ծրագիրը, ըստ որի մի խումբ երիտասարդներ տարբեր ոլորտներից հնարավորություն կունենան մեկնել Ֆլորենսիա եւ վերապատրաստվել այնտեղ։ Քաղաքապետը կարևորեց նաեւ Իտալիայում հայոց պատմության մասին գրքերի եւ պատմական ֆիլմերի ցուցադրությունները, որոնք իտալացիներին կծանոթացնեն հայոց պատմական փաստերին։ Հոկտեմբերի 5-ից 6-ը Տոսկանայում ցուցադրվել է Արարատ վերնագրով իտալացի ռեժիսորների ֆիլմը, նվիրված հայոց ցեղասպանությանը։ Խորհրդի առաջիկա նիստերից մեկում ծրագրավորված է առաջ քաշել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս նախաձեռնությունները ըստ ինձ կարող են ընդգրկվել մեկ արտահայտության ներքո՝ խաղաղություն եւ մշակույթ։ Իտալացի քաղաքապետը նշեց նաև, որ այս ծրագրի իրականացման համար մեծ ներդրումներ է կատարվել Բայնո Ռիպոլիի քաղաքապետարանի կողմից, հուսալով, որ այս շաբաթը կարևոր էջ կմնա երկու ժողովուրդների պատմության մեջ։ Նունե Ավետիսյան, Արմրադիո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ +18 է, մինչ հանդիպում։